Անուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Եղիան մեր նման մարդ էր, նա աղոթեց և երկրի վրա 3 տարի և 6 ամիս անձրև չտեղաց, ապա դարձյալ աղոթեց և երկինքը անձրևեց։ Հակոբոսի գրքից 5:17 համար։ Այսօր սիրելի հավատացյալներ, սիրելի քույրեր և եղբայրներ, մեր Սուրբ եկեղեցին հիշատակում է Աստվածաշունչ Մատյանի ամենապայծառ, ամենակրակոտ անձերից մեկի Եղիա մարգարեի հիշատակությունը և տոնը։ Շատ բացառիկ նկարագիր ուներ Եղիա մարգարեն։ Նա անսասան և աներեր հավատարմություն ուներ երկնավոր Տիրոջ Աստծո նկատմամբ։ Այն մեծ հավատի շնորհիվ Եղիան հայտնվեց օրվա թագավոր Աքաբի և նրա հեթանոց կնոջ Եզաբելի ուշադրության կենտրոնում, մանավանդ այն ժամանակ, երբ Եղիան մատնացույց էր անում, քննադատում թագավորի և նրա կռապաշտ կնոջ կյանքը և գործունեությունը, և որ իրենց վերնախավի կռապաշտության պատճառով Իսրայելի ժողովուրդը հեռացել էր Աստծո ճշմարիտ հավատքից և ուրացել և մոռացել էր իր երբեմնի աստվածպաշտությունը։ Եղիան նաև հալածվում էր այն բանի համար, որ հրեաների կռապաշտության արդյունքում նա աղոթեց երկնավոր Տիրոջը և 3.5 տարի անձրև չտեղած Աստված Իսրայելի վրա։ Եղիան իշխանական հալածանքի պատճառով հեռու էր գնացել մի տեղ պատսպարվել։ Աստված Եղիային հրաշքով կերակրում էր ագռավների բերած հացով և մսով։ Աստված Եղիային ասում է, որ նա գնա բնակվի Փյունիկացիների երկրում մի այրի կնոջ տանը, և այդ տանը, ուր ապրում էր Եղիան, հրաշքով այդ տանը միշտ կերակուր էր լինում։ Եվ մի զորեղ հրաշքով Եղիան այրի կնոջ որդուն հարություն է տալիս մեռյալ վիճակից։ Եղիան մի օր Աստծո հրահանգով գնում է Աքաբ թագավորի արքունիկ տուն, պայմանավորվում նրա հետ մեծ բազմության առջև, որ ինքը և Աքաբի կռապաշտ և սուտ մարգարեները զոհ մատուցեն Աստծուն։ Այս կռապաշտ չարի մարգարեները, երբ չկարողացան հասնել նրան, որ Աստված հրաշքով վառի և այրի իրենց զոհի կրակը, Եղիային միայնակ հաջողվեց Աստծո հրաշքով զոհի ողջակիզումը, որից հետո Բահաղի այս սուրբ մարգարեները բոլորն էլ սպանվեցին։ Եղիայի աղոթքով ավարտվում է սաստիկ անտանելի երաշտը Իսրայելում, որ կռապաշտության մեղքերի պատճառով էր պատուհասել ամբողջ Իսրայելի վրա։ Բայց այս հրաշքը ապաշխարություն և դարձի առիթ չհանդիսացավ հրեաների և նրանց իշխանության համար։ Աստված միշտ հովանավորում և առաջնորդում էր Եղիային, նրան ազատելով տարբեր տեսակի չարիքներից։ Եղիան ստեղծեց մարգարեների մի մեծ դպրոց, ունեցավ շատ հետևորդներ, իր գլխավոր աշակերտ նշանակեց Եղիսեին և իր հրաշագործ Կաշվե բաճկոնը հանձնեց Եղիսեին։ Աստված երկնային հրեղեն կարգով
իր ծառա Եղիային, սիրելի Եղիային տեղափոխում է դեպի երկինք, դեպի իր մեծ արքայության հավիտենական կյանք։ Այսպիսով Եղիան չմահացավ, այլ մինչև այսօր ապրում է Աստծո թագավորության մեջ։ Այսպիսով Եղիան Աստվածաշնչի պատկառելի եւ մեծագույն մարգարեներից մեկը եղավ։ Եղիան իր ամբողջ կյանքում շատ հավատարիմ մնաց Աստծուն, իր անձը ուրանալով անվախ քարոզում էր Տիրոջ կենարար խոսքը։ Եղիան ուր գտնվում էր, մարդկանց խոսում էր Աստծո փառքի մասին։ Եղիայի ամբողջ վարքը եւ բարքը, կյանքը, գործունեությունը նշանավոր է հատկապես իր բարոյական նկարագրով։ Եղիանի ժամանակաշրջանի պատմության մեջ հանկարծակի երևաց եւ հայտնվեց, շատերին անծանոթ լինելով հանդերձ, կատարեց իր միսիան, Սուրբ առաքինի նվիրական գործը եւ կարծես այդպես աննկատել հրաշքով հեռացավ պատմության թատերաբեմից։ Այս առումով Եղիան բացառիկ կերպար եւ չնմանվող որևիցե մեկին մեկն էր։ Եղիային տեսնում ենք նոր ուխտի նոր կտակարանի Հիսուսի պայծառակերպության ժամանակ Թաբոր լեռան վրա, որտեղ Տեր Հիսուս Քրիստոս, Մովսես մարգարեն եւ Եղիա մարգարեն զրուցում էին իրար հետ, հավանաբար Հիսուսի չարչարանքների մասին։ Հրեաները Հովանես Մկրտչին շատ էին նմանեցնում Եղիայի հետ։ Նրա ամբոստ, առաքինի, ճշմարտախոս եւ կրակե լուսավոր կերպարի հետ։ Սիրելի հավատացյալներ, ինչ ենք սովորում կամ ինչ պիտի սովորենք Եղիա մարգարեի այս շատ օրինակելի ոգևորիչ հոգենորոգ պատմությունից, որ եղել է դեռևս Քրիստոսից առաջ 9-րդ դարում։ Եղիանի ժամանակի հերոսն էր։ Նա ընդդիմացավ եւ պայքարեց Իսրայելում տիրող կռապաշտության բարքերի եւ սրա հետևանքով վտանգավոր եւ ազգակործան սարսափելի աղետի դեմ։ Ազգությամբ ոչ հրյա Հեզաբել թագուհին Իսրայել էր բերել կռապաշտություն։ Եղիան լինելով Աստծո հավատարիմ սպասավոր, միայնակ Աստծո աջակցությամբ իհարկե արմատախիլ առեց կռապաշտությունը եւ նրա կործանարար երևույթը Իսրայել աշխարհում։ Իսկ ինչ է կռապաշտությունը։ Կռապաշտություն ասելով հասկանում ենք դարեր առաջ ինչ որ կռապաշտություն, այսօր էլ կա կռապաշտություն։ 21-րդ դարի կռապաշտությունը ահավոր է։ Աստծո 10 պատվերաններից երկրորդը կարդում ենք. Դու քեզ համար կուռքեր չպատրաստես։ Աստված արգելում է, որ պաշտենք ուրիշ աստվածների։ Մարդը չէ, որ ստեղծված է Աստծու երկրպագելու համար, փառաբանելու եւ պաշտելու Աստծուն։ Երբ որ մարդը չի ճանաչում, այլ մոռանում է Աստծուն, սկսում է կամա թե ակամա երկրպագել, ինչին ասես եւ ում ասես, ոչ թե ճշմարիտ Աստծուն։ Սկսած Եդեմական դրախտին մարդը ուրացավ իր ստեղծողին եւ երկրպագեց չարի կուռքին։ Կռապաշտության հետևանքները միշտ լինում են սարսափելի։ Հիմա այսօր մեզանում կարծես եւ տեսանելի է դա, բոլորս եթե այդ աշկով նայենք կտեսնենք, արմատավորվում է մարդկանց գիտակցության մեջ կռապաշտություն, որի հետևանքով շատերը չեն ճանաչում երկնավոր Տիրոջը, նաև չեն էլ ուզում ճանաչել ու մոլորվելու պատճառով տարբեր զանազան կուռքեր կերտում են եւ երկրպագում են իրենց համար։
այս հրեշավոր կուռքի մատակարարը բնականաբար սատանան է։ Արդյունքում մարդկանց հոգիները պղծվում և գերի են դառնում հենց չարին։ Երբ որ մարդը իր հույսը կապում է հարստության, իր հույսը կապում է փողի հետ, մերժում է Տեր Աստծուն, ցավոք ականատես ենք լինում գրեթե ամեն օր։ Փոքր տարիքից եկեք մեր զավակներին սովորեցնենք աղոթել, եկեք սովորեցնենք կամ բերենք դեպի եկեղեցի, մկրտենք նրանց, Սուրբ Գիրքը կարդալու օրինակ լինենք նրանց համար, որ երբեք նրանք սխալ ճանապարհով չգնան, չմոլորվեն չարի ծուղակը ընկնելով։ Չարին եկեք չուրախացնենք, Աստծո ճշմարիտ խոսքը թողած, հետևում ենք գուշակներին, տարբեր հեթանոս, խեղճ կատակ աստղագուշակներին ենք լսում, փուչ կենդանակերպի, ճակատագրի, կանխագուշակումներով լցվում և ապրում այդ աղբով, որը Աստծո համար շատ զզվելի, անտանելի գարշանք է համարվում։ Մի արեք երբեք, մի զբաղվեք նման հիմարություններով, ով սա անում է, Աստծուց շատ մեծ պատիժներ է ստանալու, շատ մեծ չարիքներ է թափվելու այդ ընտանիքի և այդ ազգի գլխին։ Իսկ ովքեր արել են կամ անում են այլևս չանեն, խնդրում եմ, դարձեք դեպի երկնավոր Աստված, զղջանք, ապաշխարենք ու երբեք չանենք կռապաշտ և սարսափելի մեղքեր։ Մեր Սուրբ եկեղեցին ունի, գիտեք բոլորդ, հրաժարման, չարից հրաժարվելու կարգ, օրենք և միշտ գրեթե ամեն օր դեմքով շրջվում ենք դեպի արևմտյան կողմը աշխարհի, ձեռքերը պահում, ահա այսպես ներքև և ասում ենք հետևյալ խոսքը եկեղեցում. դուք կարող եք նույնը անել եկեղեցում և այլուր։ Ուրեմն հրաժարվում ենք սատանայից, նրա բոլոր խաբեություններից, նրա չար պատրանքներից, խորհուրդներից, չար ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, նրա չար պաշտոնյաներից, չարի կամակատարներից, նրա ամբողջ ցար զորությունից հրաժարվում ենք։ 3 անգամ այս ասելուց հետո քրիստոնյաները դեմքով շրջվում են դեպի արևելք, դեպի մեր հավատքի լույս Հիսուս Քրիստոս խորանի կողմը և շարունակում մեր Աստված պաշտությունը։ Հիմա որ դու քեզ համարում ես իբրև քրիստոնյա համարում ես քեզ, աղոթում ես, խաչակնքվում ես, գնում ես եկեղեցի, հաղորդվում պատարագի ժամանակ սուրբ հաղորդությամբ, ինչու ես շեղվում քո ճշմարիտ ուղուց դեպի սուտ, փուչ, Աստծո համար գարշելի կուռքերի կողմը, աս կամ այն անհայտ ծագում ունեցող երգչին, կամ կինոդերասանին, կամ քաղաքական գործչին, որոնք իդեմ հիմնականում թմրամոլ, շնացող և հարբեցող են, համարում ես քեզ կուռք և այստեղ-այնտեղ հայտարարում, որ նա քեզ կուռք է և դու երկրպագում ես նրան։ Չի լինում այդպես, այդպիսի քրիստոնյա չի լինում, որ հավատա Տեր Աստծուն և միևնույն ժամանակ կռապաշտ լինի։ Եղիամարգարեն ընդունենք, եթե այսօր մեր երկրում լինել ու տեսներ այսօրվա կռապաշտ հայերի կյանքն ու բարքը, պատկերացնում եք ինչ կաներ,
այդ լուսավոր կրակե կերպարի համաձայն։ Այսօր մենք բոլորս միասնական կերպով պիտի դառնանք եղյա ու պատերազմ հայտարարենք կռապաշտության մեծ մեղքի դեմ ու արմատախիլ անենք այս աղետը, այս անեծքը, այս գարշանքը մեր ամենքի միջից։ Ինչպես կարող է լինել քրիստոնյա եւ միևնույն ժամանակ Տեր Աստծուն փոխել, լքել, Տեր Աստծուն դավաճանել, արհամարել, ուրանալ, ինչ որ մի չգոյության եւ ոչնչության հետ։ Սա դավաճանությունից էլ ծանր մեղք է, հավատացեք։ Սա բերելու է եւ բերում է մեր տանը, մեր երկրին աղետ, պատուհաս, ձախորդություն եւ ավեր։ Երբ լքում ես քո Տեր Աստծուն, դեռ ավելին նրան փոխարինում ես չար կուրքով եւ քեզ համարում ես այդ ստեղծածը կուրքի երկրպագու, ուրեմն պատրաստ եղիր երկնքի զայրույթին, պատրաստ եղիր Աստծո պատժին։ Սիրելի հավատացյալներ, Աստծո պատիժը երկնքից գալու է մարդկանց անիրավության վրա։ Միշտ է այդպես եղել, որ նրանք ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին եւ նրան սրտերից հանեցին, անմիտ բաներով մթագնեցին իրենց միտքը, իրենց իմաստունների տեղ դրեցին, բայց հիմարացան։ Աստծո փառքը փոխեցին կուրքերի էժանագին պաշտամունքով։ Այդ պատճառով էլ Աստված նրանց սրտերը շրջեց դեպի պղծությունների, գարշելի պղծությունների։ Նրանք Աստծուն փոխարինեցին ստով, պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին։ Դրա համար Աստված նրանց հանձնեց պիղծ կրքերի եւ նրանց էքերը էքերի հետ կենակցեցին եւ արուները արուների հետ միացան։ Քանի որ չունեցան Աստծո ճանաչելու կամքը, Աստված նրանց հանձնեց կեղտոտ մտքերի, որ անվայել բաներ անեն, լցվեն անիրավությամբ, սանձարձակությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, նախանձով, սպանություններով, հակառակությամբ, նենգությամբ, բանսարկությամբ, չարախոսելով եւ Աստծուն ատեն, ինքնահավան լինեն, չարիք ստեղծող, ծնողներին ատող, անգութ եւ անհավատ։ Նրանք իմանալով Աստծո դատաստանի մասին չեն ուզում փոխվել, չեն ուզում շտկվել եւ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան։ Դեռ ավելին, ոչ միայն իրենք են անում, այլ հավանություն են տալիս այդ հիմարությունները անողներին։ Սա ասում է Պողոս առաքյալը 2000 տարիներ առաջ։ Ինչպես Եղիան մեր նման սովորական մարդ լինելով հավատարիմ եղավ Տիրոջ խոսքին եւ պահեց Աստծո օրենքները, եւ Աստված միշտ Եղիայի հետ էր։ Աստված միշտ իրեն հավատացող հավատարիմի հետ էր։ Եվ նա երբեք Աստծուց առավել ոչինչ բարձր չդրեց եւ չհամարեց։ Այդպես մենք էլ կարող ենք նմանվել Եղիային եւ հավատարիմ լինել երկնավոր Տիրոջ կամքին, խոնարհվել Տիրոջ առջև, որպեսզի մեր այսօրը եւ վաղը լինի օրհնված, բարուց օգտվենք, հեռու լինենք Աստծո պատժից, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։